Գնացինք։ Այո, ողջույն, բարի լույս։ 2 րոպե համբերենք, թող միանան ովքեր ուզում են մասնակցեն, ովքեր որ զգում են, շատ կարևոր հարցեր կային։ Այսօրվա զորեղ քամին ովքեր են զգացել Հայաստանում էլի, ովքեր որ ապրում են։ Հիանալի քամիա, չէ՞։ Մաքրում, ավլում է երկիր մոլորակը։ Այս ձայնը եթե լսեք, այսօր մեզ ուղղորդելու է էլի քամին։ Շատ ապրեք։ Ես էլ արթնացել եմ, քանիստ էր, երևի 3:30-4-ն էր այդ ժամին, քամու այդ ձայնից։ Հիանալի է։ Այո, նայեք, ինչ ենք անում։ Մի քանի հարցեր կա, ոնց անենք, սկզբից հարցերին անդրադառնանք, հետո նոր ասեմ կարևորները։ Ամեն ինչ է կարևոր, բայց այո, գիշերվանից քամի է։ Այո, հիանալի քամի է։ Զգում եք զորեղությունը։ Մի վայրկյանում ոնց է աշխարհը կարգի բերում։ Մաքրելա, պարզ երկինք, բոլոր geoengineering ովքեր որ գիտեն ինչա, գիտեն ինչն է, ովքեր չէ ուսումնասիրեք։ Հիմա գնամ ես հարց կար էլի, չենք տեսնենք ով հարցը գրել է, միացել է թե չէ։ Եթե չի միացել, ոչինչ, մենք կպատասխանենք մեր խմբի համար, որովհետև խմբում է գրվում։ Սա շատ լավ հիշեցում կլինի, ովքեր որ նորեկներ են, ովքեր որ ճանապարհի որ հատվածում են, իրանց համար շատ լավ ուղեցույց կլինի։ Հարցը ովքեր չեն կարդացել, այսպեսին է, բարև բոլորին, եթե կարելի է սենց մի հատ հարցում եմ, հետաքրքիր է բոլորի կարծիքը, մեզ բոլորիս դեռ ծնված օրվանից սկսում է իշխել միտքը, մեր մտքում ձևավորվում են լավ թե վատ ծրագրեր, ու իրենք որոշում են մեր կյանքը ինչ շարունակություն պիտի ունենա ստանա, որովհետև մենք նրա իշխանության տակ ենք, բայց երբ գալիս է մի հատ շրջան երկարատև հոգևոր պրակտիկաներ անելուց, այդտեղ շատ կարևոր է այս բառը։ Հետո անցյալում ինչ ասոցացվում էր քո անձի հետ, էլ այդքան չի կարևորվում, հին արժեքները ջնջվում են, սկսում է կորչել ներսիդ կրակը, ինչ որ բան անելու տպավորություն, թե արդեն հոգին իշխանություն է վերցրել, դարարամ, ու ինչ է ստեղ լինում, ասում եմ, որ ոնց որ վերանում է, էլի, ոնց որ կտրվում ենք ֆիզիկական աշխարհից ու սկսում ենք ոնց որ կուշտ ես թե սոված, մրսում ես թե նման բաները ինչ է լինում ու նման դեպքերն ինչպես պետք է վարվել։ Այստեղ շատ կարևոր է, սա ցույց է տալիս ընթացքը հին աշխարհի փլուզման, հին ինքնության, հին աշխարհը դա ձեր ինքնությունն է, այն կերպարն է, որը որ դուք մի ժամանակ հիշել եք, զգում եք, լսում եք քամին։ Իմ հարկը ամենավերջի հարկն է, ովքեր այստեղ եղել ենք 14-րդ հարկն է, դրա համար սենց մեզ քամին ուղեկցելու է այսօր։ Հիմա նայեք, հին ինքնությունը երբ որ սկսում է քանդվել, ու այստեղ կարևորը որ տեսեք, այնտեղ պրակտիկաներից հետո, այսինքն մարդը հստակ ինքը գիտի, որ ինչ որ բան է փնտրել։ Հիմա գնանք հետ, եկեք հարց տանք, թե ինչի է մարդը սկսել այդ պրակտիկաները ուսումնասիրել, ինչի է այդ դաշտ ուզեցել ուսումնասիրել, որովհետև մեր ներսի իմացողը ակտիվ չէ, ենթագիտակցության ներսում, մարմնական զգացողության ուղղորդող է, այսպես ասել։ Ինքը հստակ գիտի այն ձեր նոր կերպարը, որը որ դուք ուզում եք մարմնավորեք ստեղ, ուզում եք այդտեղից որոշում ներկայացնել, ապրել, հարաբերություն ունենալ, ընտանիք, մեքենա վարել, գնալ սարերը, չգնալ սարերը, այդ ամեն ինչը դուք ուզում եք այդտեղից անեք, ոչ թե այն հին կերպարից։ Ու այդտեղ ահա որ ինչ է գալիս, ասեմ ձեզ, այդտեղ գալիս է դատարկություն, այդտեղ այդ շրջանում գալիս է ապաթիա, գալիս է մի հատ sense կյանքից քեզ կտրում են, պատկերացրեք sense ընթացք, բայց չեմ ուզում գծային պատկերացնեք, 3D ժամանակի նման մի պատկերացրեք, ուղղակի պատկերացրեք փորձեր, որ sense կտրում են, հանում են, որ այդ ընթացքում հինը ինչ որ պետքա վերանա, նախ մարդը ներս նայի, ներս նայելով հասկանա, թե հինը ինչ ինքնությունն է վերանում արդեն, ինչը էլ ինքը չի, ինչն է, որ իր շրջապատի մարդիկ իրան այդպես են հիշում, բայց ինքը էլ այդպես չի, ու շրջապատի մարդիկ իրանք իրանց համար չեն հիշում, իրանք անընդհատ ձեզ ցավացնում են, հենց այդպես է լինում, ամենամոտիկ մարդիկ մեզ սկսում են ցավացնել, հիմա ընդհանուր եմ ես ասում, բայց դուք փորձեք հասկանալ քեզ ճանապարհը, անհատի ճանապարհ, գիտակցության խաղ, կյանքի ապրելու խաղը, այն փորձը, որ մենք ձեռք ենք բերել,
ու տեղ ինչ է լինում, այնքան ժամանակ մինչև այն նորը, որ ինքնությունը, որ դուք զգում եք, որ դուք այդ զորեղն եք, այդ վստահն եք, այդ քայլողը, ամուր մեջքով, ողնաշարով կանգնած, այդ ներսի ստержեն ունեցող, ներսի սյունը ամուր կանգնած այդ ինքնությունն եք ուզում մարմնավորեք, դրա համար արդեն ընթացք է պետք։ Ու ընթացք է պետք, որ ընթացքը մարմնավորելու, փոխանցում կատարելու վերադառնալու ստեղ, որովհետև նայեք, հարցի մեջ կա երկարատև հոգևոր պրակտիկաներ։ Ես ձեզ հիմա ուզում եմ հիշեցնեմ ու ուզում եմ ասեմ, որ պրակտիկաները դրանք ձեր ճանապարհի նշաններն են։ Պատկերացրեք հիմա գնում ենք, ասենք, քաղաք Մարտունի։ Մենք ո՞նց պետքա գնանք։ Ունենք չէ՞ մեր ներսի այդ ցանկությունը կամքը, մեր վերջի կետը, որ պետքա հասնենք մեր քաղաք Մարտունի կամ չգիտեմ Դիլիջան։ Բայց դուք չեք հելնում, չէ՞, ասես ուղիղ գնում եք։ Ճանապարհին նշաններ կան, չէ՞։ Այդ նշանները ձեր պրակտիկաներն են։ Պրակտիկաները վերջնակետ չեն, ես ձեզ ուզում եմ հիշեցնեմ։ Մի թաղվեք պրակտիկաների մեջ։ Ու այստեղ ես ինչ եմ էներգետիկորեն զգում, իհարկե ես անհատի մոտ մեր այս անհատին ես պատասխանել եմ առանձին, որովհետև այն մարդկանց, որ ես զգում եմ, որ կարիք կա, ես պատասխանում եմ։ Այն մարդիկ, ովքեր որ ինձ գրում են, ես բացարձակ չեմ բացում, չեմ պատասխանում, ինձանից մի նեղացեք, հարգեք իմ ժամանակը, հարգեք ձեր գիտեք ոնց, ձեր լինելիությունը հարգեք, որովհետև ես ունեմ իմ մոտ անհատական պրակտիկաներ դեռ, ես չգիտեմ ինչքան ժամանակ անցկացնեմ, որովհետև մտածում եմ, որ դադարեցնեմ անհատական պրակտիկաները, որովհետև բավական էներգիա տար են իրանք ու շատ ընդեղ աշխատանք է կատարում։ Հիմա, այդտեղ հասկացաք ինչ է տեղի ունենում։ Նայեք, այսինքն հին աշխարհի ու նոր աշխարհի ձեր պետքա ժամանակ տաք ու պետքա գործ անեք։ Ու ես ինչ եմ, տեսեք ստեղ որ կարդաք, ստեղ ինչ կա։ Երբ որ արթնացում է գնում, շերտերով է ինքը։ Արթնացման գնալու ժամանակ սկսում ենք ինֆորմացիա վերցնել ամեն աղբյուրներից։ Մենք չգիտենք այդ աղբյուրը մաքուր է, մաքուր չի։ Մենք վերցնում ենք ամբողջ տեղեկատվությունը, դեռ ուղեղից ենք սկսում այդ ժամանակ գործում։ Ինչ է տեղ ունենում։ Մենք գնում ենք մաստերներ, վարպետներ, գուրուներ, տարբեր տեսակի ինչ պրակտիկաներ, այն մեկի պրակտիկան ավելի լավն է, այն մեկին ավելի լավն է, հասկանաք, այդտեղ էլ է նույն բանը, մրցակցություն է դառնում։ Ոչ թե ընդհանուր դաշտ են ստեղծում, այլ սկսում է այդտեղ բան, իրարից քաշում ենք այս կողմ այն կողմ, էլի, ովն ամենաուժեղը, ու այդտեղ հարցերն է, որ բոլորը ասում են իրանց ամենաուժեղն է։ Այստեղ հարցը ուժեղի ու թույլի չի, այստեղ հարցը մարմնավորելունն է, բերելու ներկա։ Ովքեր գիտեն ու եկել են էներգետիկ դաշտ, այն դաշտը, որտեղ որ մենք հիմա այստեղ ենք հանդիպում ենք, ովքեր գիտեն այստեղ ինչ գործ է արվում, իրենց հոգին, ներսի այդ ամբողջ գիտակցությունը ինչի համար է իրենց ուղղորդել այստեղ, շատ լավ է։ Եթե չէ, ուրեմն զգացեք մարմնին, թույլ տվեք զգալ ինչի համար է դա արվում։ Ու նայեք, պատահական չասեցի, որ տարբեր մասնագետներ են լսում, տարբեր, ու ձեր ուղեղը այնպես է արած, որ վստահում է ուրիշի ինֆորմացիային։ Այնտեղ դե ճոխ բաներ կա, հետաքրքիր բառեր կա ու սովորեցրել են միտքին, որ դրսում փնտրի անընդհատ, դրսից պետք է ինչ-որ բան գա ներս։ Իսկ ստեղ այս անցումային, այս հարցի մասն եմ ասում, այս հարցը մի անհատի չի, սա կոլեկտիվ հարց է, էլի, ու ինչ է տեղ ունենում, այդ ժամանակ դուք պետքա կտրվեք, այդ ժամանակ այդ լռությանն է, որ կտրում են ձեզ, ասեցի չէ, հանում են ձեզ, դեր անցյալ, այդ ուժեղ կերպար, դուք մնում եք լրիվ մենակ, ձեզ սկսում են չտեսնել ոչ մեկ աշխարհում, հարազատներ, ոչ թե չտեսնել, այլ չեն հասկանում, դուք ինչ եք փնտրում, դուք էլ չգիտեք այդ բանին, ինչ եք փնտրում, որովհետև հինը դեռ ամբողջական չի մաքրվել, նորը դեռ ամբողջապես չի մարմնավորվել, հասկանում եք, չէ, ինչ տրանզիշն է լինում, ինքը պետքա այդպիսի գիտակցաբար լինի, ու քանի որ այդտեղ գործը պետքա նստի արդեն ներս արվի, դրա համար բացվում է արդեն այս շերտը, դրա համար մարդը սկսում է կտրվել են ամեն հինը ինչը որ կա։ Ինքը մի փոքր գալիս է այս տեսակով, սենց խառն է գալիս զգացողությամբ, բայց երբ որ կա ուղղորդում ու ուղղորդում կա, ես այլ եմ ասել, ես կանգնած եմ յուրաքանչյուրի կողքին, ամբողջական, ամբողջապես, ամբողջ կրակով, ամբողջ էներգիայով, ու ես միշտ եմ կանգնած եղել այն մաքուր հոգիները, ովքեր ինձ հանդիպել են տարիներ առաջ, ովքեր հանդիպել են այս ընթացքում, ընկերներ, տարբեր, իրանք գիտեն ես ինչքան կամ իրանց համար։ Ես կանգնած եմ միշտ։
Ես կանգնած եմ միշտ յուրաքանչյուր այն մաքուր սրտից եկող այդ հոգու համար, կանգնած եմ մինչև վերջ։ Այստեղ հարցա, իսկ դուք ինչքան եք կանգնած իմ կողքը, իսկ դուք ինչքան եք կանգնած ձեր կողքը։ Այդտեղ է հարցերը բացվում։ Հիմա գնացինք մեր հաջորդ հարցը։ Ամենապոպուլյար հարցն է ու ամենաշատ հետաքրքիր հարցն է։ Ո՞րն հարցն է։ Ես չաթը բաց եմ թողել, բայց այս հարցերին դուք կարող ընթացքում տեսնեք, էլի, կարող ովքեր դիմելու բաներ կա դիմեն, բայց փորձերից միայն ուղղստի ծննդից լսած հարցերով մի բան արեք, դա ուղեղից է գալիս։ Նկատեք միտքը ձեզ հնարամիտ հարցեր է տալիս, թե դուք զգացողական ձեր այն ներսի փորձերից եք քանդվում։ Հիմա եկեք գնանք հաջորդը, այստեղ շատ կարևոր հարց կա հենց փողի հետ կապված, ու դա պատահական չի, ուրա կորցրեցի հարցը։ Okay, հեսա գտա։ Բարի օր խմբակիցներ, Ռաֆի ջան, այսպեսի մի հարց։ Ինչու է անձը վախենում փողից, դրամից։ Հիմա սա շատ լավ նշան է, շատ լավ նշան է ինչի համար, երբ որ հոգին գալիս է ներկա ու որոշում է ապրել, իսկ ապրել մենք միմիայն կարող ենք ներկայում ու ֆիզիկական դաշտում, այստեղ բացվում են լիքը վախեր։ Այստեղ հոգին, որովհետև փողը ինչ է, այսինքն փողի կարիք է լինում, չէ՞, փողը այսպես ասեմ, ստեղծման ձեր համապատասխան արժեքն է, ինչքան ապահով եք դուք ձեր մարմնում, ինչքան ապահով է ձեր ներկայությունը։ Փողը կլինի դրա պատասխանը, բայց եկեք մի քիչ խորանանք, ավելի շերտերով գնանք։ Ինչի համար կա վախ, ինչի համար է սկսում այդպես, որովհետև նամանավանդ մեր հայկական դաշտում մենք անցել ենք միշտ պատերազմներ, սով, անապահովություն, ինչ որ բան կստեղծենք, մեզանից կկտրենք տանեն, դա կոլեկտիվ մեր DNA-ով եկած է, հասկանում եք։ Դրա համար հիմա այստեղ ուզում եմ ամուր կանգնեք ու տեսնեք այդ ամբողջական պատկերը, հասկանանք, թե խաղի որ հատվածը պետքա փոխենք, որովհետև միմիայն մարմնավորելով, բերելով ներկայում է փոխվում այդ խաղը։ Մեր DNA-ը չի իմացել, որ կարանք մենք ապահովությունից ստեղծենք ու լավագույնից ստեղծենք, իսկ հիմա եկել է ժամանակը այդտեղից ստեղծելու։ Հիմա նայեք, երբ որ հոգին ուզում է ազատվել, փողը ինչա նայեք, փողը բերում է պատասխանատվություն, ներկայություն, պետքա տեսանելի լինեք, պետքա արդեն դուք չեք կարող փախուստ կատարեք աշխարհից, իսկ այդտեղ ինչ է լինում, տեսանելի լինել, մտածում եք էլի պետքա ձեզ նեղացնեն, ունենաք հաճարատություն, պետքա ձեզանից կտրեն տանեն, ու սա պատահական չի, սա եկել է մեր տոհմական ծրագրերը նախահայերից ու մեր բոլոր պատմական մեր իրադարձությունները, մեր պատմության գրքերը, իրանք ամեն ինչ այդ ուղեղը մեր ծրագրավորում են, որ կորուստ, միմիայն կխլեն, կտանեն եւ այլ, խորքային ինքը շատ ծրագիր է։ Ու այստեղ աշխատանքը ո՞րն է լինում, որ ինտեգրվեք մարմնի հետ աշխատանք կատարեք, հասկանաք որտեղ է ձեր ապահովությունը գտնվում։ Այդտեղից դուք քայլում եք, շնչում եք, ինչպես է ինքը ձեր առօրյա կյանքում բացվում։ Ինչի, որովհետև անընդհատ մենթալ աշխարհում փնտրելով, մենթալ աշխարհում այդ հարցը չեք լուծելու, որովհետև ձեր միտքը ինքը անսահման է ու վերջ չունի, ինքը կլոր պտտվում է։ Կլոր պտտվելը ո՞րն է։ Անընդհատ ինքը նորից ու նորից բերելու է այդ հարցեր, պատասխաններ, հետաքրքիր զրույցներ, գաղափարախոսություններ, ուզենալու եք ինչ-որ տեղ գրեք, ինչ-որ կիսվեք եւ այլ, բայց երբ այդ ձերը չի դեռ, դա մտքում է տեղի ունենում, հասկանում եք, այդտեղ պետքա շատ ուշադիր լինեք, պետքա ձեր ամբողջ ֆոկուսը, ամբողջ կենտրոնացումը պետքա վերադարձնեք ձեզ, օրվա մեջ մի քանի անգամ, ովքեր են գիտակցված շնչել այսօր, ովքեր են այսօր գիտակցված շունչ քաշել, եկեք հիմա միասին շնչենք, քթով շնչում ենք դեպի մեր որովայնի հատվածը, կլորացնում ենք, շնչում ենք քթով, շնչում ենք, բարձրացնում ենք, նորից կծկավանդակ, կոկորթով, բարձրացրեք, դեմքի հատված, եկեք ճակատ, մինչև մեր գագաթ, շնչեք, պահում ենք, նորից, փոքրիկ քթով, շնչում, պահեք, թող ձեր մարմինը զգա միան, թող լցվի մեր եթերային էներգիայով,
Պահեք, ովքեր ինչքան կարում են։ Հիմա ես էլ եմ, ես ձեր հետ անում եմ, ես ուղղակի որ խոսում եմ, ու բերանով արտաշնչում ենք, ամբողջական։ Ենքան մինչև ձեր փորի մկանները, ներս, մաքսիմում պետքա անեք, եկեք մի հատ էլ շնչենք, քթով, հանգստացեք, թուլացրեք, քթով գնացինք փորը սկզբից, բարձրացնում ենք երրորդ կենտրոն, բարձրացնում ենք կրծքավանդակ, բարձրացնում ենք կոկորդ, դենք, փոքրիկ, շնչեր, ամբողջ գլուխը ներս, շնչեք թող ուղեղը լցվի թթվածնով, գագաթ, պահում ենք, ու նկատեք, երբ որ պահում եք այդ տեսակ, հիմա մտքեր չկան, ձեր ներսի ձայնը խելոք ենթարկվում է, երբ որ դուք սկսում եք անել, երբ որ դուք անողի դերում եք, ձեր կասկածող միտքը, հնարամիտ միտքը ինքը չկա հիմա։ Հասկանում եք, որ կյանքում կա պահեր, որ մենք պետք է այդ բռնենք։ Դա ինձ փոխանցվել է մի քանի տարիներ առաջ, այս ինչի մասին ես ասում եմ, ու ես հասկացել եմ, թե ինչքան կարևոր կլինի սա բերել կյանք։ Ու երբ որ ես սկսեցի աշխատել մարդկանց հետ, ֆիզիկական հենց ծանր խնդիրներով, հասկացա, որ այդ ներկայության մեջ առողջացում է գնում։ Երբ որ ես աշխատում եմ, չեմ ուզում ասեմ հիվանդ, բայց այդ մարդիկ իրանց տենց էին արդեն համարում, նայեք, իրանք ինչ էին անում, ուղեղը արդեն ներկան չի հասկանում որտեղ է, այդ ծրագրերը անընդհատ սնվում են, ու ինչ է տեղի ունենում, անընդհատ դեղահաբերի միջոցով քննացնում են, հասկանում եք սիմպտոմները, ոչ թե այդտեղ ձևացնում ենք, եկեք լրջանանք մի քիչ, էլի, լրջանանք, բայց մի քիչ ուրախության էներգիայով եկեք անենք։ Ինչն եմ ասում, որ ձևացնում ենք, այսինքն մարդը գիտի, որ ինքը կոնկրետ առողջության խնդիր ունի, բայց ինքը ձևացնում է, որ դա տեղի չունեն, ինքը նորից նույն ուտելիքներն է ուտում, հասկանում եք, ինքը այդտեղ հələ հասունացում չի տեղի ունեցել։ Այստեղ ես ոչ մեկի չեմ մեղադրում, ուղղակի ասում եմ, որ մենք չենք իմացել։ Մենք չենք իմացել, որ հնարավոր է, որ մենք պետք է անենք։ Սպասել ենք, որ ինչ-որ տեղը ինչ-որ մեկը մեր տեղը պետք է գա անի դա, ինչ-որ մեկը պետք է գա ձեր տեղը առողջանա։ Ու այստեղ շատ լավ հարց կա, չէ՞ որ ասում է հոգին, նայեք, միտքը ոնց է մարդուն էլի վերցնում, զոհի կերպարն է դա, ովքեր որ լսում են, ասում շատ ուշադիր լսեք, զոհի կերպարն է դա, որ ինքը նորից միտքը վերցնում, պտտացնում, այո, տես, մարմինը արդեն էլ քեզ հետաքրքիր չի դու ինչ կուտես, էլ քեզ հետաքրքիր չի թե ինչ ես մրսում ես, թե չես մրսում եւ այլ։ Դա զրույց է մտքում, նայեք, գործողություն չկա այդտեղ, action։ Ինչի համար չկա։ Այն հոգին, ով որ մտածում է, այն ուղեղը, որ մտածում է, որ դուք առանց սնունդ կարաք ապրեք, այո, քանի օր։ Այդտեղ գործողություն չկա, հասկանում եք, ցուրտ եք ուզում, որ մտածում եք ինչ կապ ունի ձեր հոգու համար, որ դուք մրսեք թե չէ, հիմա հիանալի քամի է։ Լրիվ հանվում եք, մի հատ շորտի քակեք, դուրս եկեք ու ժամ պահեք։ Տեսեք հոգին քանի րոպե է ձեր, հոգին չէ, ձեր միտքը քանի րոպե է ձեզ ասելու, հա, իհարկե դա մեկը։ Քանի րոպե է դա լինելու։ Կտեսնեք, որ ոչ, ձեր մարմնում եք դուք զգում։ Մարմինն է այստեղ մեր առաջի մեր գործիքը, դա մեր մարմինն է։ Մենք մարմնում կանք այստեղ, այս տարածության մեջ։ Առավոտ որ զարթնել եք դուք, որտեղից եք վերադարձել մարմին։ Չէ՞ որ մարմինը մենք դրել ենք հանգստանա, արթնացանք, ինչ որ տեղից հետ ենք վերադառնում, նորից դուք մարմին, որովհետև գիտակցությունը մեր չի քնում քնի ընթացքում։ Ովքեր որ աշխատանք են կատարում ու երազներից հետո կա գիտակցված մի հատ աշխարհ, երբ որ քնի ոնց որ քնի, դու գնում ես մեկը այլի ապրում ես այնտեղ, բայց ուզում եմ սա զգացողական լսեք, որտեղ որ դուք ստանում եք ուղղորդում, հասկանում եք թե ինչ է զգացողական, ինչերա բացվում, էլի։ Այդտեղ շատ հետաքրքիր է, դուք կհասկանաք, որ ուղղակի ոնց որ այս տարածությունից, այն տարածություն կդառնա ինքը ընթացք է դառնալու։ Ուղղակի այստեղ շատ կարևոր բան կա։ Ձեր ընթացքը դուք իմացեք, ոչ թե ուրիշների։ Մի թույլ տվեք, որ ձեր ուղեղը ինչ որ ուրիշ անուն հարազատ մարդ, կապ չունի, դուք չեք կարող ուրիշի տեղը ուրախանաք, մտածեք։
ուրիշն էլ չի կարա ձեր տեղը ուրախան։ Ու եթե մտածում եք, որ ինչ-որ տեղ մեկը պիտի գա ձեր կյանքը փոխի, ուրախացնի, երջանկացնի, սպասեք, տեսնեմ քանի տարի եք սպասելու։ Այսքան տարիներ սպասել ենք, հասկանում եք, տարիներ չէ, կյանքեր, կորցրել ենք մեր ուրախությունը, կորցրել ենք իրական ընկերությունը, կորցրել ենք իրական սերը, իրական հարգանք, արժանապատվությունը։ Դրանք ուղղակի բառեր չեն, ամեն բառը ինքը մի աշխարհ է, ամեն բառը ինքը մի գիտակցության շերտ է։ Պատահական բառերը չեն ստեղծում, եթե չկա իր էներգետիկ ձևը։ Հասկանում եք ինչն եմ ասում։ Ձևացնելուց պետքա դուրս գանք, ու դուրս ենք գալիս։ Արդեն եկել ենք։ Հիմա եկել է մարմնավորվելու դաշտը։ Դրա համար փողի հետ կապված հարցը պատահական չի։ Դա հոգին ինքը ներսից ասում է, ընկեր, սկսում ենք ապրել։ Չէ որ կան հիանալի աշխարհներ, չէ որ կա հիանալի բաներ էս կյանքում, որ մենք թույլ չենք տվել մենք զգալ։ Խիզախությունը, իրական ձեր ստեղծումը։ Դա պետք է անեք։ Որոշում պետքա կայացնեք, հարցը գիտեք որն է։ Այսօրվա հարցը հարց տվեք ձեզ, ինչով է ուզում զբաղվի ձեր հոգին, ու մի սպասեք պատասխանի։ Մի սպասեք, որ հեսած կգա ու կասի դուք պետքա դառնաք բան, կոշկակար, կամ պետքա դառնաք ձիավար։ Այդպես չի տեղի ունենում, որովհետև ասեցի, հինը երբ որ գնում է, նորը ինքը դուք կրկնողություն էլ չեք կարենալու խաղալ։ Դրա համար հարցը որ տալիս եք, ասեցի չէ, այսօրվա հարցը որն է, ինչով է ուզում զբաղվի ձեր հոգին, իմ հոգին, ձեր հոգին։ Ու նայեք, ամբողջական պատկերը մի վերցրեք հասնելու վերջնակետ։ Ես ասեցի չէ, Դիլիջան գնալու համար կամ Մարտունի գնալու համար դուք չեք միանգամից թռնում այնտեղ։ Դուք ճանապարհի նշանները նայելով գնում եք։ Անցնում եք այս քաղաքով, անցնում եք այս քաղաքով, անցնում եք այս ցենց ու մոտիկանում եք։ Նույնը պետքա լինի ձեր այս այսինքն զգացողական։ Իմացաք առաջի քայլը։ Հասկացաք, որ ուզում եք նստեք 5 րոպե։ Վերջ, հիմա այդ եք անում։ Նստեցիք 5 րոպե։ Հաջորդը ինչ եք անում։ Թե չէ ձեր դասավորված տրամաբանական ուղեղը ինքը ուզում է ամեն հարցերի պատասխան միանգամից իմանա, ինքը ձեզ ահավոր բեռա բարձում ձեր վրա։ Մի հատ ոնց որ աշխարհի պատասխանատվությունը ձեր վրա լինի, ամբողջ աշխարհին դուք պետքա փրկեք, մարդկության պատասխանը դուք պետքա տաք, ու ձեր հարազատներին, ձեր ծնողներին չօգնեցիք, չառողջացրեցիք, ձեր երեխաներին չդարձրեցիք ամենահաջողակը, փայլունը եւ այլ։ Հասկացանք, հանգիստ թողեք բոլորին։ Հետ վերադարձեք ձեր մարմին։ Հետ վերադարձեք ձեր մարմին։ Անընդհատ շնչեք։ Մի արժեզրկեք շունչն ու արտաշունչը։ Օրը 20-ից 25,000 անգամ շնչում արտաշնչում եք։ Պատահական ֆունկցիա չի դրած, հասկանում եք։ Արարիչը տենց միամիտ չի սարքել, որ մենք շնչենք, արտաշնչենք, որ հասկանաք այս տարածության մեջ անտեսանելի, որ ոնց եք վստահում, չէ՞ որ շնչում եք։ Ոնց է, չէ, անսպառ է։ Զգացել եք, որ անսպառ է օդը թթվածինը։ Ինքը չի վերջանում, անընդհատ կա, ուտեղ որ ուսումնասիրեք, կտեսնեք ինչ բիոէներգետիկ դաշտ կա։ Այդ եթերը, որը որ հանվել է աղյուսակից, այդ եթերը կտեսնեք, գիտեք ինչերի մեջ են գտել։ Ֆրանսիայում թե որտեղ սարդ կա, սարդի տեսակ կա, տեսել են, որ ինքը սպասում է, քամին որսում է, քամի չէ, սենց կա չէ, ինքը օրվա ընթացքում սենյակի մեջ է, փակ տարածության մեջ է, լրիվ անոթ չէ, օդ որտեղ որ կա, այդ տարածության մեջ տեսել են այս սարդը, ինքը իր բաց է թողում իր սարդոստայինները ու միանգամից շատ ու օդից ինքը կարողանում է ուղղորդվել, թռնում է, այսինքն։ Հիմա նայեք, ուզեցել են հասկանան ոնց է թռնում, որովհետև որ բաց է թողում, չէ որ քամին ունի իր ուղղությունը։ Ինքը ոնց է տեղաշարժում իր կողմը։ Հետո մոտիկացրել են իր ոտիկների վրա, կա շատ մանր սենսորային, շատ զգայուն մանր թևիկներ ասենք, էլի, մազիկներ։ Ու դրանով ինքը կարողանում է բռնվի, ոնց որ պատկերացեք, բռնվում է այդ օդի մեջի, շատ ինքը թույլ էներգետիկ, ինքը անverջ հոսք կա օդի մեջ հենց։ Այդտեղից որսվում է ու ինքը տեղաշարժվում է։ Ու նույնը արել էին անոթ տարածության մեջ,
անոց տարածության մեջ ինքը sense բարձրանում է, հենց փակում են, այսինքն ստեղծում են անոց տարածություն, սկսում է անգնել ինքը sense թռնում է։ Հենց միացնում են նորից օդի մեջից կարողանում է բան անել։ Հետա կենթանական աշխարհը բնությունը մենք այնքան քիչ ենք ուսումնասիրել, որովհետև հավատացել ենք մեր կենսաբանության գրքերին։ Սա գայլ է, սա առյուծ է ու վերջ։ Չենք նայել օրինակ գայլերը ոնց են իրենց հարաբերությունները, իրենց ընտանեկան վիճակը հասկանում եք, ոնց են իրենց մեծերին մինչև վերջ տեր են կանգնում, խնամում են։ Մենք շեղվել ենք, մարդկությունը շեղվել չէ, շեղվել էլ կա, շեղվել է, մենք եսի մուր։ Ու դա ստացվել է սիստեմին համակարգի, որովհետև պետքա գայինք մաքուր դաշտ, պետքա այդ ձևացնելու դաշտից պետքա կտրվեինք։ Ես մի քիչ փողից եկա տեսակ ուր հասա։ Շնչեք, այդ է ուզում ասել։ Ովքեր զգում են, ովքեր գիտեն ինչ եմ ասում։ Հիմա եկեք մի հատ ուրիշ հարց կա, հերթով գնանք։ Սա հարց չի, սա դիտարկում է։ Առաջինը դիտարկում է, կենթանի հանդիպան էներգիան ու տպավորությունը դեռ աշխատում են։ Նախորդ եթերները վերադառնում եմ, լրիվ ուրիշ գույներով եմ տեստում ու հասկանում։ Այո, այդպես է։ Ու ես ուզում եմ պլանավորում եմ, որ հենց կենթանի հենց էներգո պրակտիկա ունենանք։ Մենք երբ որ հանդիպեցինք առաջին անգամ, դա եղավ մարմնի հետ աշխատանք, ֆասցիայի հետ աշխատեցինք, շնչեցինք, տանջեցինք, ուրախացանք, լացեցինք, բոլոր ամեն յուրաքանչյուր ոք անցավ իր տրանսֆորմացիայի միջով։ Հիմա գնացինք հաջորդը, նայեք, շատ մտածելուց հետո որոշեցի կիսվել։ Այդ շատ մտածելը, հեսա ասեմ, դա այդ տեսանելի երևա, որը դառնում եք արդեն տեսանելի, դա այդպես է։ Մարմինը ուզում է հասկանա ապահով է, թե չէ։ Ես կարամ հիմա բացեմ իմ ամբողջ գույները, կարամ բացեմ իմ ամբողջ ուժը, որը որ պահել եմ թաքուն ամբողջ աշխարհից։ Ու դա ձեր գիտակցումներն է, դա ձեր ստեղծածն է, որը որ ձեր փորձն է, որը հենց թաքուն եք պահում, ոչինչ, կբացում ենք միասին։ Ռաֆի ջան, կոնքի հատվածի վարժանքի ժամանակ հատակին պարկած, գիտեք ինչ տեսա, իմ որովայնի շրջանում լայն խողովակ էր դեպի երկիր մոլորակը, ջրհորի նման, ուտեղ տեսա իմ մամային, ծնողներին, անկեղծ ասած ուզեցի կիսվել, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, որ կիսվում եք, ու այս կիսվելը կտեսնեք, թե ինչ հրաշալի կախարդանք ունի, այս ռեֆլեքսիան ու կիսվելը, երբ որ դուք կիսվում եք, բացվում է ձեր մոտ նոր ինքները ձեր դիտարկման շերտ։ Կենտրոնացում ասեցի, չէ՞ սկզբում, այդ կենտրոնացումն է բացվում ձեր կյանքում նորովի, նոր մակարդակով։ Կենտրոնացումն է բացվում, գիտեք ոնց, որ դուք զգաք ամեն վայրկյանը ձեր կյանքի, չփախնեք էլ, չմտածեք, որ կա ինչ-որ վայր, որ դուք չեք խաղում այս խաղը, այս կյանքը։ Հիմա ուշադիր հիմա նայեք, ովքեր ասեմ ձեզ, այստեղ երբ որ միանում եք, ովքեր որ միանում են ու ընթացքում գործ են անում, միանում են ճանապարհ են գնում եւ այլ եւ այլ։ Եթե գիտեք, որ այտենց եք միանալու, ավելի լավ մի միացեք։ Ուղղակի մի միացեք։ Արեք այն ինչ որ պետք է անեք։ Այստեղ այդ դաշտը չի որ այստեղ բան չի հասկանք։ Ես YouTube-ի համար ոչինչ չեմ նկարում, իմ YouTube-ան ալիքի համար։ Ես այստեղից հատվածներ եմ կիսվում, որովհետեւ YouTube-ը դա պրակտիկա անելու վայր չի։ YouTube-ը դա գիտեք ոնց այն վայրը չի, որ YouTube-ը մարդիկ դնում են հաց ուտելուց նայում են։ Մարդիկ պետքա դուք ձեր լրջությամբ եք պատասխան ստանում ձեր մարմնից ու ձեր էներգիայից։ Հիմա գնացինք հարցեր արդեն։ Նայեք, այստեղ ինչա տեղի ունենում։ Կոնքը հենց մեր տողմի հետ կապն է։ Տողմի հետ կապն է ու հողանցումն է, ոնց որ հողի հետ, երկրի հետ կապն է։ Այստեղ ցույց է տվել, որ կապը վերականգնվել է, դրա համար էլ ծնվել են այդ հաջորդ հարցերը։ Տեսեք, նույն մարդն է գրել այս հարցը ու նաև փողի հարցը։ Ու փողի հարցը եկել է պրակտիկայից հետո։ Իսկ դա ինչ նշան է տվել, որ հատվածներ կան, որոնք որ կուտակված ինչ են անում, ցույց են տալիս ձեր այն տեղը, այդ որ հոսք պետքա ուժեղանա, որ ձեր ոնց որ ժամանակն է եկել, այդ էլ բացվելու։ Ժամանակն է եկել, որ հասկանանք փողնել ինչա։ Թե հիմա ինչի կոլեկտիվ ինչի համար ենք անցնում այդ ամեն ինչի միջով, ովքեր որ գտնվում են պակասի մեջ, ովքեր որ նոր աշխատանքի մեջ, ովքեր որ ստեղծման անընդհատ իրանք հավաքվել է, որ sense էփում է, բայց հələ չեն կարողանում իրանք կյանքը ինչ որ ուղղորդում տան ստեղծեն, մի քիչ էլ մնացեք։
Ուրեմն հələ էլի գործ ունեք անելու, չեք ուզում ձեզ խոստով անեք։ Ինչ որ էգոյի համակարգեր կան, որ դեռ իրանք sense անգլեն մի հատ բառ կա, slick, իրանք sense կարողանում են շատ արագ ձեզ թափանցել բան են անում։ Շրջանցում են արագ ու դուք չեք հասկանում ոնց է ձեր միտքը նորից այդտեղ է աշխատանքը։ Նորից ու նորից։ Հիմա ավարտվել է դրսում փնտրելու ժամանակները։ Ու արդեն հասկացաք, չէ՞, ինչի համար ծնողներ, այդ ջրհորի նման այդ էներգետիկ այդ բանն է, էլի կապն է երկրի հետ եղել։ Դա է տեղի ունենում։ Հիմա ստեղ նորից ամենակարևորը որն է, որ դա անելու ժամանակ ոչ թե հետևել պատկերներին, նկարներին, այլ դա զգացողական, որ գաք մարմին։ Ես կոնքի վարժանքը, երբ որ մենք հիմա այսպես հարց տամ, կտեսնեմ պատասխանը, երբ որ կոնքի, երբ որ ես էի ասում, որ սեղմեք, այդ սեղմելու վայրը, հա, այդ հարցին հեսա, այո, այո, այդ ժամանակ ինչ է տեղն ունենում, այդ տեղերը, երբ որ ես ասում եմ, որ սեղմեք, այդտեղ ինքը կետեր է, որ ձեր ուժը այդտեղ փակած է, դրա համար բացում ենք, քանդում ենք միասին։ Հիմա նայեք, ինչի համար եմ ասում, պետք է այստեղ շատ ուշադիր լինել ու զգոն, որ անընդհատ փնտրելու եք, որ ուզենալու եք ինչ-որ պատկերներ տեսնեք, բայց ամեն մեկի մոտ տարբեր է դա։ Ու մի փնտրեք այդտեղ հասկացում, մի փնտրեք այդտեղ, որ ես չեմ հասկանում եւ վերջ։ Մի հասկացեք, թույլ տվեք մնալ այդ չհասկանալու մեջ, թույլ տվեք մարմնավորվել, զգացողակը, տեսեք ինչ է ձեր մարմնի հետ կատարվում։ Դուք գտնվում եք ապահովության մեջ, թե տագնապ կա ձեր ներսում։ Եթե տագնապ կա, պտտվում ենք, գնում ենք այդ տագնապը գտնելու։ Մի խուսափեք, մի ասեք սա իմը չի։ Եթե դուք զգում եք, ուրեմն դա ձեր ներսում է։ Երբ եք պատրաստվում այդ դուռը բացեք, գործ անեք այդ դրա հետ։ Գործ անելն է վերցնեք, տրանսֆորմացնեք այդ էներգիան, հասկանաք այդտեղ ինչ է կատարվում։ Ու ասեմ, ինչ է, մարդ կա արցունքներով է լինում, մարդ կա ծիծաղով է լինում, ինքը տարբեր ձև է բացվում։ Ընթացք է դա։ Ես այստեղ ձեզ ակտիվացնելու համար չեմ, ասեմ ձեզ։ Ես այստեղ ձեզ ովքեր գիտեն ինչն եմ անում, գիտեն, ովքեր զգում են։ Ես իմ գործը շարունակում եմ անել ու ժամանակ է գալի, որ ես ինքս ինձ հարց եմ տալիս, կարող է չեմ ուզում անեմ։ Ես էլ եմ այդպես օրեր ունեմ, դուք մի մտածեք, որ իմ մոտ այդպիսի օրեր չի լինում։ Ուղղակի ես սովորեմ, որ այդ շերտերը ես քանդելով գնում եմ։ Ես ոչ մի տեղից չեմ լսում այս ամեն ինչը։ Ես ինքս եմ քանդում այդ կոլեկտիվ գիտակցության շերտերը, զգացողական կյանքի փորձից, սեփական փորձերից, ամբողջական հիշողությունից ու հիշողության մասին հարց կա, հեսա կանցնենք առաջ։ Ես հարցերին, գիտեք ոնց եմ, հա ու չէ չեմ պատասխանում։ Ես հարցերին խորհուրդ չեմ տալիս։ Ես հարցերին նորից ձեզ եմ վերադարձնում, ձեր մարմին։ Եկել է ժամանակը մարմնավորվելու։ Այն ամենաուժեղ կերպարը, որ փնտրում եք, որ խաղա, հիմա դուք եք այդ ամենաուժեղ կերպարը ուզում արդեն լինեք, առանց փախուստի։ Այն ամենաերջանիկ կապը, հարաբերությունը, չգիտեմ, ման գալը, գույները, աշխարհը տեսնելը, հիմա ուզում եք դա անեք։ Ոչ թե դրա մասին կարդաք, նայեք, լսեք, հասկանում եք, YouTube-ում բնության ձայներ կա։ Գնացեք բնության մեջ նստեք։ Բնությունը ինքը իր ձայնը, տեսեք, քամու ձայնը տեսեք։ Ինքը YouTube-ով չեք կարա այս զգաք։ 100